Տեր Տիգրանն ավելի քան 4 տարի ծառայում է Սունյաց թեմում։ Տեր Ահարոնի հետ սպասավորում են Գորիսի տարածաշրջանում։ Տեր հայրը ծնունդով Արարատի մարզից է։ Ծառայության կոչվելուն պես ընտանիքի հետ հաստատվել է Գորիսում։ Երիտասարդ հոգևորականն այս տարիների ընթացքում փորձել է ծանոթանալ սյունեցիների նիստուկացին, ապրել նրանց հոգսերով ու ուրախություններով։ Որքան գնում եմ, այնքան վստահանում եմ, որ սյունեցիները շատ խորը հոգևոր արմատներ ունեն եւ ունեն այնպիսի հետարքիր ավանդություններ, սովորություններ, որ իրենց կապված է պահել իրենց հայրերի հավատին։ Վառ վկայությունը մեր Սյունիքում արկա սրբավայրերն են։ Գրեթե ամեն գյուղ ունի իր սրբավայրը կամ սրբավայրերը, որոնք խոսուն վկայությունն են այստեղ հոգևոր կյանքի խոր արմատների։ Բայց իհարկե մեր օրերում, մեր շրջանում շատ մեծ կարիք կա մարդկանց վերստին բերելու իրենց արմատներին, ճանաչեցնելու, մոտեցնելու, որպեսզի վերստին սկսեն ապրել իրենց լիարժեք հոգևոր կյանքը եւ ինչպես որ նախկինում է եղել մեր հայրերը շատ մեծ բաժին եւ մաս են հատկացրել, մաս են տվել իրենց եկեղեցուն, իրենց հավատքին, հոգևոր կյանքին։ Եվ այժմ մենք կարիք ունենք վերստին վերադառնալու մեր հոգևոր լիարժեք կյանքին։ Հոգևոր ծառայության ընթացքում իր կարևոր ձեռքբերումը Տեր հայրը համարում է համայնքի հետ ջերմ ու մտերիմ հարաբերությունների ձևավորումը, որի շնորհիվ ավելանում են եկեղեցի եկողները, ձևավորվում են հզոր ու ամուր համայնքներ։ Հոգենորոք դեր ունի եկեղեցին իմ կյանքում, ավելի շատ թերևս ինքս ինձ գտնելու եւ ինքս ինձ հասկանալու կարեւորությունն է եկեղեցին ինձ համար։ Մեր համայնքի երիտասարդ միությունը եւս այս տարի ՀՀՄ-ի կազմակերպած գնացությանը իր մասնակցությունը ունեցավ, տպավորությունները շատ բարձր էին, հատկապես շատ կարևորում եմ ամբողջ աշխարհի հայության հետ մեր շփման ակտիվության դերը այդ ՀՀՄ-ի կազմակերպչական գործում։ Եկեղեցական օրերը շատ հագեցած է մեր, եւ ուխտագնացություններով, ուխտերթերով, մեր ամեն գիրակնորյա Սուրբ եւ անմահ պատարագներով, 5-շաբթի, 4-շաբթի աղոթքներով, մեր առանձնական աղոթքներով, ընդհանրական աղոթքներով, մի համատեղ գնում ենք զբոսայցեր եւ եկեղեցական վայրեր այցելելով եւ առանձին։ Քահանաների եւ համայնքի երիտասարդների սերտ շփման արդյունքում արդեն մի քանի տղա ցանկություն է հայտնել հոգևորական դառնալ։ Հայկը պատրաստվում է դիմել Գևորգյան հոգևոր ճեմարան։ Համայնքի մի քանի տղաներ դպիր են ձեռնադրվել,ուրար կրելու հնարավորություն ունեն եւ իրենց ծառայությամբ նեցուկ են քահանաներին։ Իմ ծառայության ընթացքին ասորտությամբ հնարավոր եղավ իրականացնելու շատ ծրագրեր։ Իհարկե դրանցից կարևորներից մեկը մեր Գորիսի տարածաշրջանում եւ հատկապես գյուղերում, սահմանամերձ գյուղերում գիրակնորյա դպրոցների ստեղծումն էր եւ մեր սարկավակ եղբայրների, օգնական ուսուցիչների հետ միասին հոգևոր դասընթացներ անցկացնելը։ Իհարկե դրան զուգահեռ նաեւ շատ ուխտագնացություններ կարողացանք կատարել եւ իհարկե սրանով պայմանավորված մեր եկեղեցու երիտասարդաց կյանքը սկսեց մի տեսակ հոգևոր զարթոնք ու առաջընթաց ունենալ եւ այսօր ունենք երիտասարդներ, որ ընդգրկված են եկեղեցու կյանքում, աղոթական կյանքում, նաեւ եկեղեցու այլ գործառույթներում իրենց ներդրումն ու մասնակցությունը ունեն։ Եկեղեցու երգչախումբը եւս կազմված է Գորիսի երաժշտական դպրոցի սաներից եւ հավատացյալներից, որոնք կամավորության սկզբունքով ծառայում են իրենց համայնքի սրբավայրերում։ Սյունյաց թեմն ակտիվ մասնակցում է նաեւ Մայրաթորի կազմակերպած զանազան ծրագրերին, երիտասարդական ուխտագնացություններին։ Այս տարիներին կարողացանք Հայաստանի Աստվածաշնչային ընկերության հետ իրականացնել քարոզչական ծրագրեր,
որը առնչվեց իհարկե նաև Կիրակնորիա դպրոցների հետ։ Մենք շուրջ 5 գյուղերում կարողացանք իրականացնել քայլող ավետարան ծրագիրը։ Եվ Վիկտորինա ծրագիրը, որը իրենց ենթադրում է Սուրբ Գրքի Վիկտորինան, հայ Սուրբ Գրքի գիտելիքների, որում ընդգրկվեցին եւ Գորիսի տարածաշրջանի Կիրակնորիա մեր սաները եւ նաեւ Սիսիանի տարածաշրջանի Կիրակնորիա դպրոցների սաները։ 5-ական երեխաներ պատրաստվեցին եւ մեծ ուրախությամբ, մեծ ողջավորությամբ կարողացանք իրականացնել նաեւ այդ ծրագիրը, որը իհարկե էլի նպաստեց մեր երեխաների հոգեվոր կրթությանը, զարգացմանը։ Լուսինե Բալյան, Գևորգ Ավագյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։